Ես հասկանում եմ, որ մենք մտել ենք մի ցիկլի մեջ, որտեղ ձեր իշխանության մնալ-չմնալու հարցն է դրված, որտեղ 2026 թվականին այո լեգիտիմ հնարավորություն պատուհան է Հայաստանի Հանրապետությունը որակապես նոր իշխանություն ձևավորելու։ Եվ ես խորապես համոզված եմ, որ դուք կուսակրոնության այդ կանոնի խախտումը ուղղակիորեն դարձել եք պատրվակ առանձին եկեղեցականների եւ ընդհանուր մինչեւ ամենայն հայոց կաթողիկոսի խնդիրը լուծելու համար։ Եվ ես խորապես համոզված եմ, սիրելի բարեկամներ, այս ամենը իրականացվում է առաջին հերթին հասարակության ներսում վախի մթնոլորտ ստեղծելու, մեր դեմ խաղ փիլիսոփայությունը հավերժորեն շարունակելու եւ սեփական օրակարգը պարտադրելու համար։ Անկեղծ լինենք, սիրելի բարեկամներ, վախի մթնոլորտ ձևավորելով ոչ մի խնդիր չի լուծվելու։ Նիկոլ, բոլորին վախեցնել հնարավոր չէ, ամբողջ ազգին վախեցնել հնարավոր չէ։ Իշխանության համար ամենամեծագույն ախոյանի դեմ պայքարելու գործընթացում անգամ ես կարծում եմ, որ իրեն հարգող պետական գործիչը, քաղաքական գործիչը, գործադիր իշխանության ղեկավարը պարտավոր է դրսևորել զսպվածություն, շրջահայաց վարքագիծ դրսևորի, ավելի շատ հավասարակշիռ լինի,